Ասում եմ դե հերիք չի ես նախկիններից խոսակ։ Ոնց որ նախկինները բան են, հա, գնացք են, գնացել են, ել չեն վերադառնալու։ Նախ այդ որ հերիքա նախկիններից խոսակ, այդ թեզը հորինել են նախկինները։ Որովհետեւ նախկիններից չխոսանք։ Որովհետեւ չգնանք իրանց հետևից ասենք ձեր գողացածը պետք է հետ բերենք, ձեր տակ կատարած հանցանքների համար պիտի պատասխան տակ բան։ Հիմա ասում են, ինչ լինում, ասում եմ դե հերիք չի նախկիններից խոսանք։ Մյուս կողմից էլ ասում են, բա նախկինների թալանացը քիչ եք հետ վերադարձնում։ Բա հենց ասում ենք նախկինների թալանացը հետ վերադարձնենք նախկինները, դիմում են սահմանադրական դատարան, որպեսզի այդ օրենքը ճանաչվի հակասահմանադրական։ Ոչ չխոսանք բա նախկիններից, որովհետև նախկինները նաև ներկաներ են։ Չեն անցել գնացքի պես անվերադարձ չուկչակ չարակչակի բան հնչյունների ներքո։ Իրանք կան այստեղ նստած են, այս մարդիկ հիմա պայքարում են դրա դեմ։ Բա դրա մասին է խոսքը, բա Տիկին Լիլիթ Գալստյանը ասում է դեմ է մեր իշխանության մասին է խոսում, ասում է եւ այն դեմ է մեր քաղաքակրթական կոդին, հատուկ շեշտադրում է բանանում այսպես էքսպրեսիա է, քաղաքակրթական կոդին։ Գիտեք որն է ձեր քաղաքակրթական կոդը, Տիկին Գալստյան, ձեր քաղաքակրթական կոդը մի անգամ ասել եմ, մամուլում այդ վերնագրով որ նշվել է Արինոտ տասնամյակն է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների։ Տասնյակ քաղաքական սպանությունները հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը Պողոս Պողոսյանը, սա է ձեր քաղաքակրթական կոդը։ Ձեր քաղաքակրթական կոդը բանն է, Գույք պարտքի դիմաց, Մեղրին Ղարաբաղի դիմաց, Հայաստանը գուբերնատորի կամ ծայրակ գավառապետի դիմաց։ Եվ դուք այս քաղաքակրթական կոդի համար այսօր կռիվ եք տալի։ Էդ է ձեր իղձը, պարոն Մինասյան, որ ասում եք սպանել եք մեր իղձերը, հա կարող է սպանել ենք ծայրակ գավառապետ լինելու ձեր իղձերը։ Կարող է։ Դա հնարավոր է։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։